Արտահոսքի հետքերով մասնավոր տուն է, ունենք սենց ակնհայտ արտահայտված պատկեր, ծեպլավիզորով էլ այն երևում է, հետևը սանհանգույցն է։ Այստեղ մեր սանհանգույցն է, ճնշումներով ջրագծերն եմ նոր սկսել ստուգելը, ներքևը ունենք նաև նկուղ։ Սա էլ մեր նկուղն է, մի եկել այստեղ է սենց արտահայտվե, հեսա պետք է ստուգումներն անեմ և հասկանամ։ Կենտրոնական կոյուղագիծը, այստեղ անձրևատարը միացրած է կոյուղագծին, այստեղ բազում խնդիրներ եմ տեսա դիտարկել, հեսա հերթով հետ գալով նկարեմ։ Սա արդեն կենտրոնական գծի միացումն է։ Ուրեմն սա ակնհայտ փախած է, անգամ ջուրը, ջրի հոսքը ցույց է տալի, որ մտնում է խողովակաշարի տակ։ Ասենց դուք եք արագ դիտարկեք։ Այսի խնդիր է, այսի ուղղակի ճիշտ չեն եղել մշակած խողովակը ու թեքություն, այսինքն վերևից գրունտը սեղմելով խողովակը իր ռաստրուպկի մեջից մասամբ դուրս է հանել։ Արդեն այստեղից 8 մետր հեռավորության վրա խողովակը ամբողջովին ջրի մեջ է, այսինքն էլի թեքությունները խախտած է, ինքը ուղղակի ներքև է չէ խողովակը, այդ իսկ պատճառով էլ այնտեղ ոնց որ տրուբի մեջից մասամբ դուրս է եկել։ Ճնշումները պահեց, այսինքն խողովակաշարը հերմետիկ է։ Նաև լողախցիկի մեջ անկյուններում միկրոճաքեր են դիտարկել, միկրոճաքն է բավականին խոշոր ճաքեր են դիտարկել ու կարծում եմ, որ ստեղից նույնպես կա արտահոսք դեպի հյուրասենյակ։ Այս կողմից խոնավաչափը, որ ջերմատեսիլով տվյալներ են եկել են, հիմա այնտեղ լողախցիկը կլցնեմ ու կտենամ աճունեմ, թե ոչ։ Առայժմ տվյալները հետևյալն են։ Դե ինչ ակնհայտ դուրս տվեց ջուրը։ Այս ամբողջովին ստեղա դուրս տվե, եկե մի քիչ այն կողմ։ Այստեղ։ Այնպես որ սալիկներն էլ հերմետիկ չեն։ Տակը միկրոճաքերից ջուրը դուրս է տալիս ստեղ նաև։ Բայց այն խախտած կոյուղին նույնպես ընկնում էր այս հատվածային տակը։